Կական գործիչներին եմ ասում, որ մի բան են ասում, ես էս եմ անելու։ Այն չի ես ասում։ Եթե դու ես ասում, արա, մտենակ ինչ ալ դու չի ես ուրիշներին ասում, թե ինչ ես անելու։ Պարոն Սահակյան, լավ բան հիշեցրիք, ես ուզում եմ ձեզ հարց տալ հայոց պատմության մասին, հայոց պատմության դուք շատ եք անդրադառնում եւ ասում եք, որ պետք է հայոց պատմությունը, քանի որ ծայրից ծայր լացելու է, պետք է խնդալով խոսալ հայոց պատմության մասին։ Այստեղ խնդիրը կարծում գիտեք ինչու, որ մենք պատմությունը նաեւ նրա համար որ հետեւություններ անենք, չէ՞, բայց մենք հետեւություններ անելու համարձակություն չունենք, թե ուղղակի խելք չունենք, որ հետեւություններ անենք։ Դե նախ լավ չգիտեն պատմությունը։ Ես մի անգամ Վերսալ էի գնացել, շատ ջահել էի, զարամյալ չէի։ Տեսա մեր բան դուրան դաղվադաղում էին, բայց բաներ հատվում նոր ֆրանսերեն է խոսում, հայ թագավոր տրտատ ա։ Ես ասում եմ, սովա բա, այնտեղ ֆրանսուհի կար, պարավ։ Այսինքն ֆրանսուհին տենց պիտի լինի, էլի։ Ասում եմ, սա ով ասում է, սա շատ զորավոր հայկական թագավոր է եղել, բանը գնացում եմ, հայ թագավորը այնպես բաներ արել, նախ ազատագրել է համ հռոմեացիներից, համ պարսիկներից, հետո գնացել է հռոմեացիների մոտ, մտել է Ներոնի մոտ, Ներոնին լիքը լավ նվերներ ա տվել, Ներոնը հանել լիքը փող ա տվել, ասել է ջեբի փող տամ, չէ, ասել աղջիկի վրա կծախսես, գնացել է եկել է Ներոնի փողերը բերել Արտաշատը վերականգնել է, թշնամիներից պաշտպանել է, խաբել է, սպանել է, դա այդպես դի թագավորը, պիտի խաբի, բան անի, մտնի դուրս գա բան ուրիշ բան ասի, ուրիշ բան անի, խարդավանքների մեջ մտի, որ երկի այդ պահի, ոչ թե գնա կանգնի զորքի առաջ, ասում է հանձնվի։